Այսօր ես փորձեմ խոսել մեր անելիքներից, քաղաքորուրդը ինձ հանձնարարել է խոսելու այդ մասին։ Երկար, այսինքն իրավիճակի գնահատականների հետ կապված հնարավորինս կփորձեմ հեռու մնալ այդ ամենից, բոլորիս համար ամեն ինչ պարզ է։ Հերթական անգամ ապացուցվեց, որ բռնատիրության օրոք ընտրությունների միջոցով որևէ դրական արդյունքի հասնել հնարավոր չէ։ Այդպես է թե չէ։ Բոլորի համար բարձ է, որ միակ ուղին դա ընդվզման ուղին է։ Այդպես է թե չէ։ Այս ռեժիմը արդեն երկար ժամանակ է թույլ չի տվել մեր ժողովրդին գործելու քաղաքագիրտ միջոցով, այսինքն քաղաքական դաշտ կոչեցյալը գործող խանը փոշիացրել է ամբողջությամբ եւ այդ փոշիացած դաշտում որևէ նկրդում անիմաստ է, այսինքն այն գործիչները, որոնք այսօր փորձում են այդ դաշտում զրոյից ինչ-որ նոր կազմակերպություններ, կուսակցություններ ստեղծեն եւ պատրաստվեն 17 թվականի ընտրություններին, նրանք դատապարտված են ինչի? Ոչինչի։ Եթե այդ գործիչների մղումը ցանկությունը անգերձ է եւ նրանք եթե խնդիր են դրել ինտիմատիր բևեր ձևավորելու, այլընտրանք ձևավորելու այս իշխանություններին, նրանք պետք է հասկանան, որ այդ բևերը հնարավոր է ձևավորել միայն այստեղ, Ազատության հրապարակում։ Առաջիկա 3 ամիսներին վճռորոշ է լինելու։ Այդ ընթացքում մեր կողմից որպես գլխավոր քաղաքական օրակարգ մեկ հարց ենք առաջ քաշելու, մեկ օրակարգ է լինելու։ Դա արտահերթ նախագահական եւ խորհրդական ընտրություններ կազմակերպելն է։ Քիչ առաջ այսպեպից երիտասարդ աղջնակ առաջարկեց նոր տարին անցկացնենք այստեղ, մենք մեր հարազատներով, մեր ընտանիքներով, շատ լավ գաղափար է, կարծում եմ այդպես էլ կվարվենք։ Մինչ այդ մենք անցած օրերին քաղաքորուրդը ունեցել է մի շատ կարևոր որոշում, որի մասին այստեղից ուզում եմ նորից բարձրացնել։ Դա այն է, որ առաջիկա ժամանակներում մեր կողմից կազմակերպվելիք հանրահավաքների բեմային բովանդակությունը, անշուշտ, այդ բովանդակության հետ կապված քաղաքորուրդը կունենա քաղաքական միշտ իր գիծը հստակ փոխանցելու մեր ժողովրդին, իսկ մնացածը, թե ովքեր պիտի խոսեն, ինչ պիտի խոսեն, այդ ամբողջը մենք հանձնում ենք երիտասարդությանը։ Միաժամանակ նույն երիտասարդությանը հանձնում ենք Ազատության հրապարակը ամբողջությամբ։ Ազատության հրապարակը համահունչ դարձնելու իր անվան։ Մեր խնդիրն է առաջիկա օրերին, առաջիկա շաբաթներին մեր երիտասարդության միջոցով այս հրապարակում ձևավորել այնպիսի մթնոլորտ, այնպիսի միջավայր, որ մեր ժողովրդի, մեր հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները լինեն բնակիչները այս հրապարակի։ Բարին բուն իմաստով բոլոր շերտերի ներկայացուցիչները։ Այսօր մեզ հնարավորություն է տրված այս բռնազավթված երկրում ստեղծել մի ազդագրված տարածք հանցինս Ազատության հրապարակի։ Մեզ հնարավորություն է տրված այս բռնատիրական ռեժիմում ձևավորելու մի գեղձյակ
որտեղից պետք է օդ բարձրանա ազատության կանչը, ազատության խոսքը, որտեղից պետք է ցոլա ժողովրդավարությունը, մեզի հնարավորություն են ծերված այս հրապարակում ձևավորել մեր ապակա պատկերացրած Հայաստանի մանրակերտը։ Նորից եմ ասում, այստեղ պետք է լինեն մեր հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները։ Բնականաբար առաջին հերթին մեր երիտասարդները պիտի լինեն հնարավորինս համերաշխ եւ մենք շատ ենք կարևորում համերաշխության հանգամանքը մեր ապակա հաղթանակի հետ կապված։ Այսինքն, եթե մեզ ոչ թե եթե ես համոզված եմ, որ մեզ հաջողվելու է ուշ թե շուտ ձերբազատվել այս ռեժիմից, սակայն եթե մենք մեր մեջ չքերիշխի այսօրվանից համերաշխությունը, հաստատ իմացեք, որ մենք ավելի լավը չենք լինելու, ինչ սրանք են։ Ուստի այսօրվանից ինչպիսի Հայաստան, որ ուզում ենք պատկերացնել, այդ մթնոլորտը պիտի քերիշխի ազատության հրապարակում։ Ես կանցնեմ մեր անելիքներին, մեր անելիքները գլխավորապես մենք ասելով մեզ բաժանել եմ 3 մասի, ինչպես ասեցի, արդեն առաջինը ազատության հրապարակի երիտասարդների գործառույթներ, երկրորդը քաղաքական խորհրդի անելիքներն են եւ երրորդը նոր Հայաստանի աջակից քաղաքացիների անելիքները։ Այժմ փորձեմ ներկայացնել քաղաքական խորհրդի անելիքները։ Առաջին հերթին նոր Հայաստանի հայեցակարգի սկզբունքների ճշգրտում եւ հրապարակում։ Բոլորդ գիտեք, որ նոր Հայաստան քաղաքական միավորման կյանքը ընդամենը 2.5 ամսվա է։ Մենք սկսել ենք գործել հոկտեմբեր 12-ին։ Իսկ դեկտեմբեր 1-ից մենք փողոցներում ենք։ Մենք միջ օրս մեզ չի հաջողվել իմի բերել հայեցակարգային կարևորագույն սկզբունքները հրապարակման նպատակով։ Սակայն բոլորի համար բարձ պետք է լինի, որ նոր Հայաստան քաղաքխորհրդում ընդգրկված ուժերի, անհատների կողմից անցած տարիները դատարկ տարիներ չեն եղել։ Եվ մենք հայեցակարգային իմաստով, թե ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում, հստակ է եղել։ Բարձրապես մենք այսօր դա արագ իմի բերելու խնդիր ունենք եւ ներկայացնելու մեր ժողովրդին, որի ուղղությամբ եկողորին պետք է աշխատենք։ Այսինքն մինչև դեկտեմբեր 1-ը, այսինքն դեկտեմբեր 1-ից երբ մենք փողոց ենք դուրս եկել, բոլորը հստակ թող իմանան, որ մենք մեր տնային աշխատանքը կատարած ենք եղել նախորդ տարիների ընթացքում։ Հաջորդը շարժման կազմակերպվածքի հստակեցումն է, որը շուտ պետք է կատարվի։ Երրորդը անցումային ժամանակաշրջանի բովանդակության հստակեցում եւ վստահության կառավարության գազվի ձևավորում ու անհրաժեշտության դեպքում հրապարակել այն։ Այս մասին բարբերաբար վերջերս պարոն Ռաֆի Հովհաննեսյանը խոսել է։ Սա նույնպես մենք այս հանգրվանը եւս շատ կարեւոր ենք համարում եւ այդ հստակեցումը կատարելուց հետո պետք է սեփականություն դարձնենք մեր ժողովրդի։ Եվ վերջինը, որ քաղաքխորհուրդը պետք է զբաղվի առաջիկա օրերին, դա արտերկրի, սփյուռքի, հայության ներգրավումն է այս ամբողջ գործընթացին։ Անցնեմ հաջորդին, թե ինչ կարող են անել մեր աջակիցները այս ընթացքում։ Գլխավորապես նախապատրաստվելու երկու ուղղություն կա։ Առաջին ուղղությունը հետևյալն է, նկատի առնելով այն հանգամանքը, որ այս ռեժիմը երկար տարիներ իր հակաժողովրդական գործունեությամբ ավիրեց մեր նորելուկ հանրապետությունը, հանրապետության ամեն ինչը, մենք այսօր նորը ծնելու իրականության գործին դատապարտված ենք։ Սա փաստ է։ Պետք է նախապատրաստվել այս ուղղությամբ, այսինքն պատրաստվել
նոր պետության հիմնադրմանը, այո, հայկական հանրապետության հիմնադրմանը մենք աշխատանք ունենք այս ուղղությամբ կատարելու։ Երկրորդ ուղղությունը պատրաստվելու այն երևույթն է, այն հանգամանքն է, այն սպասելիքն է, այն կատարվելիքն է, որ լինելու է ինքնաբուխ կամ մեր կողմից հարուցված։ Դա այն ալիքն է, այն գայծն է, որը սպասում է մեզ, որը պիտի մոբիլիզացնե մեր ժողովրդին։ Այն գայծը, որը պիտի հոցավարե մեր ժողովրդի հոգիները ու քշի չրեղեղի նման, քշի դանի այս ռեժիմին։ Այդ գայծը նորից եմ ասում։ Դա հնարավոր է մենք ենք հարուցելու, հնարավոր է շատ հնարավոր է նաև անկախ մեզնից դա տեղի ունենա առաջիկա օրերին, թե շաբաթներին։ Ուստի այս ուղղությամբ եւս մեր աջակիցները պետք է պատրաստվեն։ Այս նախապատրաստական աշխատանքները կատարելու համար այս երկու գաղափարների շուրջ պիտի ինքնակազմակերպվել, ստեղծել բջիջներ, ձևավորել խմբեր եւ կապ հաստատել մեր գազམ་ակերպական շտաբի հետ։ Առհասարակ մեր աջակիցները, մեր քաղաքացիները, դրանք լինեն Հայաստանաբնակ թե Սփյուռքում ապրող, մեծ հաշվով ինչով կարող են օժանդակել մեզ, մենք միայն ուրախ կլինենք։ Առիթից օգտվելով նորից կուզեմ հիշեցնել, որ մեր շարժման նյութական ֆինանսավորումը, սնումը եղել է եւ մնում է միայն մեր ժողովուրդը եւ մնալու է։ Ուստի ովքեր կուզեն օժանդակել մեզ, մենք շնորհակալ կլինենք։ Այժմ մի քանի միտք, կարևոր մտքեր եւ փորձեմ ավարտել։ Մեր կարևորագույն նպատակներից է օր առաջ հասնել սահմանադրականության հաստատմանը։ Բոլորս գիտենք, որ մենք 20 տարի ունեցել ենք սահմանադրություն, սակայն մեր քաղաքական խավը չունենալով սահմանադրականության գուլդուրա, մշակույթ, այդ քրքույկը, այդ թուղթը սահմանադրության մնացել է այդպես էլ թուղթ։ 20 տարի է, բոլորս գիտենք, որ մեր երկրում չի կործել սահմանադրությունը։ Սահմանադրականության հաստատումը մենք շատ ենք կարևորում։ Այսօր ձևավորվելիք, նոր ձևավորվելիք քաղաքական խավը, որը հիմնականում երիտասարդության կողմից է ձևավորվելու այստեղ ազատության հրապարակում, պիտի այդ գուլդուրան ինքն իր մեջ ունենա։ Առաջին հերթին, ինչպես ասեցի, նախապայմանը, պայմանների պայմանը համերաշխության գուլդուրան է, որ պետք է ունենա։ Ինչպես գիտենք, անցած 20-25 տարիների ընթացքում 90-91-ից սկսյալ մեր նորալուկ հանրապետությունում քաղաքական պրոցեսները սխալ ուղղությամբ են գնացել։ Այսինքն քաղաքական ճակերտավոր խավը, որ արգա է եղել, այդ խավի մոտ բացակա է եղել այդ կուլտուրան։ Մրցակցությունը, որ եղել է քաղաքական ուժերի հետ, ուժերի միջև, կլանների միջև, այդ մրցակցության էության մեջ իրար ոչնչացման խնդիրն է դրված եղել։ Այն խաղի կանոնները, որ սահմանվել է 91-ից սկսյալ, հետո նաև 95 թվականից սկսյալ որպես սահմանադրություն, այսինքն գործող խավը ձևավորել է խաղի կանոններ, սահմանել է կանոններ, սակայն ինքը այդ սահմանած կանոններին չի ենթարկվել, այսինքն մրցակցության ընթացքում կլանը կլանի հոշոտելու խնդիր է տրված եղել, ընդհուպ մինչև սպանություններ, բոլորս գիտենք այս մասին, ի տարբերություն անցյալի արդեն ճակերտավոր քաղաքական խավին, նոր խավը պիտի գիտակցի, որ այո պիտի լինի մի մրցակցություն, բայց այդ մրցակցությունը երբեք պիտի չի հասնի իրար հոշոտելու եւ իրար սպանելու, ինչպես տեղի ունեցած անցած 15-20 տարիներուն։ Այս օրերին
շատերը խանդավառվում են այն հանգամանքից, որ վերջապես միջազգային հանրությունը սկսել է հասկանալ մեզ, հայ ժողովրդին, եւ կարծես այն գնահատականները, որ մենք ենք տալիս այս ռեժիմին, նրանք եւս սկսել են մոտենալ այդ գնահատականին։ Իրանց շահերի համար։ Այո, ուրախալի է այդ ամբողջը, ողջունելի է եւ հուսով ենք, որ գնալով ավելի համարձակ կդառնան եւ ամբողջությամբ կգան այն գործիքին, ինչ հայ ժողովուրդը ունի։ Սակայն ողջունելով հանդերձ մենք բոլորս գիտենք, որ մեր երկիրը ոտքի հանելու խնդիրը մեր բարդականությունն է։ Մեր խնդիրը մենք ենք լուծելու, որևէ օտար ուժ մեր փոխարեն որևէ բան չի անելու։ Այդպես է ժողովուրդ։ Մենք մենակի հոգեբանությամբ ենք պայքարելու, ոչ մի հույս չենք պայքարելու օտարին։ Մենք ենք տնօրենն ու մեր ճակատագիրը, այդպես է թե ոչ։ Ուրեմն ներքին հակառակորդը, ես նկատի ունեմ գործող ռեժիմը, ծանոթ լինելով մեր ծրագրերին, մեր ակտիվությանը, բարբերաբար փորձում է մեր ժողովրդին համոզել հեռու մնալ մեր կողմից կազմակերպված գործողություններից, հիմնականում հիմնավորելով, որ մենք գտնվում ենք կիսապատերազմական վիճակում։ Այսինքն, եթե որևէ փորձ լինի ներքին անկայունության, հակառակորդը այս դեպքում Ադրբեջանը կօգտվի այդ հնարավորությունից եւ մենք կդուժենք որպես երկիր եւ ժողովուրդ։ Համաձայն եմ ես, որ ներքին անկայունության դեպքում հակառակորդը կօգտվի։ Եվ ես կարող եմ հաստատել, որ երկար տարիներ է արդեն մեր երկրի ներքին վիճակը անկայուն է այս ռեժիմի պատճառով։ Եվ հակառակորդը օգտվում է այդ հանգամանքից։ Վերջի մի տարին, աննախադեպ տարին, փաստում է, որ այս ներքին մեր կառավարումը այնքան անկայունացել է, որ հակառակորդը Ադրբեջանը այս դեպքում նկատի ունեմ, այնքան լկտիացել է եւ ինչպես ուզի վարվում է սահմանում։ Եվ բոլոր պատասխանները, որ մեր բանակի կողմից լինում են, դա մեզ չի բավարարում։ Մեր մի զինվորը ոչ մի հազարավոր ադրբեջանական զինվոր հետ չենք փոխարինի։ Այս հույզող ընթացքին մենք կողմնակից չենք, օր առաջ, ուստի մեր երկիրը պետք է կայունացնել, օր առաջ պետք է ցերպազատվել այս ռեժիմից, ուրիշ երկ չկա։ Ուստի այս լոլոները այլևս մեզ չկարտան, ոչ մի անգամ այլև չենք ուզում լսել, իշխանության ծառաներ, լավ գլի, որ սրանց հետո սուս մնակ։ Ամփոփելով խոսքս, ասեմ, որ մենք այն քաղաքական միավորը չենք, որ ասենք հայտարարեցինք մոբիլիզացիա, ժողովուրդը պետք եղած ձևով չարձագանքեց եւ եթե չարձագանքեց, ուրեմն մենք հերանում ենք հրապարակից, հետաձգում ենք մեր գործողությունները, ինչ արած ժողովուրդը չեկավ, մենք ինչ մեղք ունենք։ Ոչ, մենք այդ քաղաքական միավորը չենք։ Մենք մեր ժողովրդին երբեք չենք մեղադրելու։ Մենք այնքան մայքարելու ենք, մինչև այդ մոբիլիզացիան լինի։ Մենք հրապարակներից դուրս չենք գալու։ Այո, մեր մարտավարության մեջ կլինեն սխալներ, սակայն ռազմավարությունից երբեք չենք շեղվելու։ Կլինեն խուտեր, կլինեն մարտավարական սխալներ, եւ այս ընթացքում մենք անպայման գուղենք մենք մեզ, սակայն երբեք մեր ռազմավարական ուղուց չենք շեղվելու։ Ոչ ոք թող չի կասկածի, որ մոբիլիզացիայի բանալին մեզ հաջողվելու է գտնել։ Կասկածում եք։ Ես ունեմ այդ համոզումը, որ շատ մոտ է այն օրը, որ այդ բանալին լինելու է մեր ձեռքին։ Ոչ ոք թող չի կասկածի ժողովուրդ։ Ուրեմն մահ ռեժիմին, կյանք մեր ազգին, մահ ռեժիմին, կյանք մեր ազգին։